Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի ցանկությունը անպատասխանատվության, անօրինականության, անտարբերության դեմ պայքարն է, որովհետև ցանկությունն է արտահայտում մարդու էությունը։ Ես, Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը սթափ մտքով փորձում ենք բացառել վատը։ Դեռևս խորհրդային տարիների մայրամուտին Հայաստանի տարբեր համայնքներում մարդիկ սկսեցին իրենց չպատկանող հողեր մշակել, իսկ 90-ականների կեսերից ակտիվացավ ապօրինի շինարարությունը։ Այդ կերպ շատերը փորձում էին բարելավել բնակարանային պայմանները։ Հետո սկսվեցին այդ կառույցների օրինականացման գործընթացներ։ Մոտավոր հաշվարկներով պետական գրանցում է ստացել 50,000-ից ավելի ապօրինի շինություն։ Սակայն ինքնակամ շինարարությունը շարունակվում է նաև այսօր։ Շաբաթներ շարունակ մեզ ահազանգում էին Հրազդանի Դոմիկներ կոչվող թաղամասից։ Արդեն ավելի քան 25 տարի մարդիկ բնակվում են ասբեստե տնակներում, հող մշակում։ Հրազդանի քաղաքապետարանը վերջերս սկսել է այդ հողատարածքների աճուրդային վաճառքը և բնակիչները մտահոգվում էին, թե մի օր կհայտնվեն փողոցում։ Մեր նկարանող խումբը եղավ թաղամասում։ Որոշեցինք Հայաստանի հազարավոր ապօրինի հողօգտագործողներին և տնակների բնակիչներին հուզող խնդիրները պարզաբանել մեկ թաղամասի օրինակով։ Ի վերջո, այստեղ մարդիկ ապրում են անորոշ կարգավիճակով և գյուղնշանակության հողն օգտագործել են անընդմեջ ավելի քան 10 տարի, մինչդեռ չեն կարողանում օգտվել ձեռքբերման վաղեմության իրավունքից։ Իսկ ինչ է ենթադրում դա և ինչպես է խնդիրն օրենսդրորեն կարգավորվում։ Այժմ Շուշանիկ Միրզոյանի «Արդար վաստակը աճուրդում» ռեպորտաժը։ Հրազդանի Դոմիկներ կոչվող թաղամասում ապրում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ։ 1990-ականների սկզբին քաղաքային իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել են այս թաղամաս, էլեկտրաէներգիա ջրամատակարարում բնական գազ ապահովել։ Տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից հետո մոտ 15 տարի առաջ հողերը համայնքային են դարձել։ Գործընթացի ժամանակ մոռացել են դրանք փաստացի տնօրինողների մասին։ 92 թվից ապրում ենք որպես անկարգավիճակ, մուծում ենք ջուր, հոսանք։ Մենք էլ ենք այս կարգավիճակում, մենք բազմիցս դիմել ենք կառավարություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, միշտ ստացել ենք կառուցել, այսինքն փակ շրջան։ Դոմիկների թաղամասը նախկինում պատկանել է Հրազդան Դրեսիշին վարչությանը և հիմնականում տեղավորվել են իրենց աշխատողներին։ Հետագայում ասենք հիմնարկների լուծարման և այլ հետևանքով 1997 թվականին նշված դոմիկները անվանել են Հրազդանի քաղաքապետարանին, քաղսովետին է ժամանակ։ Սեղանին դրված հեռախոսից կարող են օգտվել բոլորը, քանի դեռ ինչ-որ մեկը չի հասկացել, որ այն արժեք է ներկայացնում։ Այդ պահից սկսած այն կարող է դառնալ նրա սեփականությունը, ով առաջինը հեռախոսը կդնի իր գրպանը։ Այսօր Հրազդանի քաղաքապետարանը աճուրդի է հանել թաղամասի հողը։ Մարդիկ մտավախություն ունեն, թե մի օր կզրկվեն կացարաններից։ Երեք եկել են, ասում է ձեր հողը վաճառված է, ահագին մաս։ Ձեր հողը առել են։ Ես էլ ասեցի, բայց որ առել են մեր հողը։ Բայց սեփական, ասենք չեմ ասում սեփականատեր են, ես 3 երեխու տեր մայր եմ, իմ կիսուրն էլ 22 տարի ապրել աստեղ, ոչ մի բան հաշիվ չի, ասում չէ, ձեր այս հողը առած է։ Եվ դա բացառված է։ Որ ուրիշին օտարել երբ իրար մտավորում են։ Դա բացառված է։ Այս աճուրդի մասին զգուշացել են։ Ես չեմ իմացել, ոչ մի անգամ։ Դուք չզգուշացնեք, ասեք, ձեր հողը վաճառվում է։ Կարող եմ ասում ինչով ես առնում, բայց ուրեմն դուրս գանք փողոցներ ապրենք։ Բոլորին էլ համարյա տեղակ են պահվել, որ կարող են սեփականացնել իրենց զբաղեցրած հողատարածքը։ Եթե չեն իրազեկում, դատական պրակտիկան ձևավորված ամենայն դեպս այնպիսին է, ես պատահական չէր, որ շեշտեցի ինչ-որ շինության առկայությունն էլ, որովհետև այս դեպքում արդեն ստացվում է, որ անձի իրավունք է խախտվել։ Բնակիչները փորձել են պաշտպանել իրենց շահերը, սակայն պատկան կառույցներում ասել են, թե հողի ու տնակների նկատմամբ իրավունք չունեն։ Սեփականատեր դառնալու մի տարբերակ կա՝ հողը գնել կադաստրային արժեքով։ Երկար տարիներ ասում էին հնարավոր չի, անհնար այս հողը սեփականացնել, հիմա էլ ասում են հնարավոր է, աճուրդային գնով։ 2000 դրամով ինչ-որ 1995 դրամով սեփականացնենք քառակուսի մետր հողը։ Դա հիմա ես չունեմ հնարավորություն։ Ես ինչով անեմ։ Հիմա մենք ուզում ենք մեր հողերը սեփականաշնորհենք, չէ՞, որ մենք էլ մարդ դառնանք, բայց դա էլ չենք կարող անենք, որովհետև մենք որ առնենք, պիտի բանկից
վարկ վերցնենք, վարկն էլ չեն տալի, որովհետև գրանցում չունենք։ Հողային օրենսգրքով հողն ավելի քան 10 տարի ինքնակամ տնօրինած ու մշակած անձինք աճուրդներում պետք է նախապատվություն կամ ձեռքբերման վաղեմության իրավունք ունենան, ըստ որում վճարելով գնի մի մասը։ Օրենսգրքով հստակ սահմանված է, համայնքի համաձայնության դեպքում հողը կարելի է գնել կադաստրային արժեքի 30%-ով։ Սա պետք է վերաբերեր նաև Հրազդանի դոմիկներ թաղամասի բնակիչներին, որոնք այստեղ ոչ միայն ապրել, այլև գցակառույցներ են կառուցել, կարտոֆիլ, լոբի ու կաղամբ մշակել։ Մենք այդ հարցը բազմիցս տվել ենք, մենք այդ օրենքը կարդացել ենք, ասում է, դա ձեզի չի վերաբերվում։ Այսինքն այդ օրենքը որտեղ ուզում են օգտագործում են, որտեղ ուզում են չեն օգտագործում։ Իրանց ձեռն է։ Նման բան չկա, ասենք այդ օգտագործումը բացի իրավունքից կա նաև ասենք տիրազույգ պետք է ճանաչվի։ Բացի նրանից նաև սեփականատիրոջ հարցն է, դրանք հանդիսանում համայնքային սեփականություն ներկայումս այդ հողերը։ Եվ բացի նրանից ներկայումս այդ հողերը միջանկամ որպես տնամերձներ օտարվում է։ Անձը եթե կդիմի դատարան, եթե դատական կարգով կհաստատվի, որ ինքը ուրեմն տիրապետել է այդ գույքը եւ ինքը ունեցել է այն հիմնավոր ապացույցը վստահելու, որ այդ գույքը տիրապետում է որպես իր սեփականը, այս դեպքում որ արդեն ձեռքբերման վաղեմությունը կկիրառվի։ Խորհուրդ են տվել, որ գնենք, գնացեք, Հողը գնեք, եթե ուզում եք մի անգամից, դոմիկը քանդեք, տեղը տանք ձեզի։ Լացի վարիանտ է։ Դոմիկը քանդեք, հետո ասեն ստե բնակելի տարածք չի, ստե մարդ չկա, ստե ապրող չկա։ Ինչու նման պարագայում հողային օրենսգրքի ձեռքբերման վաղեմության դրույթը չի գործում։ Պարզվում է, սեփականաշնորհման հարցերում ինքնակամ տնօրինվող հողերի սեփականատեր հանդիսացող պետությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները պարտադրված չեն կիրառելու օրենքի այս դրույթը։ Նրանց տրված է ընտրողական վերաբերմունքի իրավունք։ Աճուրդի հետ կապված հարցերում անձը ուրեմն գնելու նախապատվություն չունի, բայց եթե որովհետև 3 եղանակ ունի, կամ անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը, կամ ուղղակի առուծախի պայմանագրով վաճառում է, կամ աճուրդով է վաճառում համայնքի հողը։ Այսօր որոշակի տեղաշարժ է գրանցվել, կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում։ 90-ական թվականներին մենք նաև ունեցել ենք քարտեզագրում եւ արդյոք այդ ժամանակ որպես հողօգտագործողներ իրենց անվամբ քարտեզագրումներ տեղի չի ունեցել։ Եթե իրենց անունով հողի հաշվառում տեղի է ունեցել, թեկուզ ուրեմն համայնքի տնտեսական գրքերում բացարձակ իրավունք է, որ իրանք կարան հավակնեն իրենց սեփականության իրավունքի գրանցմանը եւ ցանկացած խախտումների վերացմանը։ Այնպես որ քաղաքացուն մնում է դիմել դատարան եւ ապացուցել, որ հողը տնօրինել եւ դրա փաստացի տերն է եղել նախքան դրա նկատմամբ համայնքի իրավունքի ձևակերպումը։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկայան, Սուրանկյուն։ Սպառողական շուկայում պաշտոնական տեղեկատվությամբ գնանկում է արձանագրվել։ Շատերը սակայն զարմանում են, քանի որ խանութներում այլ բան են արձանագրում։ Վիճ ծառայության տվյալներով 0.4% գնանկումը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 1.6% գնանկմամբ։ Սպառողները մինչդեռ նկատում են, որ թանկացել են ձուն, շաքարավազը, ոչ ոգելից խմիչքները, կատնամթերքը, հրուշակեղենը եւ այլ մթերքներ։ Եվ ուրեմն, ինչն է էժանացել, որ ազդել է վիճակագրական ցուցանիշների վրա։ Պարզվում է, որ միրգ, բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքային խմբերում արձանագրված մոտ 9% գնանկումն է ազդել ընդհանուր ցուցանիշի վրա։ Պարզից էլ պարզ է, որ եթե օրինակ սեզոնով պայմանավորված էժանանում են ծաղկակաղամբը 46, կանաչ լոբին 35%-ով, դրական ցուցանիշների խնդիր չի լինում։ Բայց մարդիկ զայրանում են, երբ ամեն օր թանկացումների բախվելով լսում են վիճակագիրների հայտարարությունները, ուստի ցանկանում են հասկանալ, որն է պատճառը։ Գաղտնիք չէ, որ ապրանքների գները վերջնականապես ձևավորվում են խանութներում։ Ինչ գնով ձեռք կբերի սպառողը խանութի մատակարարվող ապրանքը կախված է հենց խանութի տերերի ախորժակից։ Թերևս սա է պատճառը, որ մի խանութում 100 դրամով մատակարարված ապրանքը վաճառվում է 110, մյուսում 130 դրամով։ Այս եւ նման խնդիրներին պետք է խիստ մոտենալ։ Առավել եւս, որ չի կարելի բացառել հատկապես խոշոր սուպերմարկետների միջև ստվերային համաձայնությունների հավանականությունը։ Ներկայացնում եմ Սոնա Դանելյանի «Աջ ձեռքը տեղյակ չէ ձախից» տեսանյութը։ Հետևելով խանութների ցուցանակներին, լսելով պաշտոնյաների պնդումները, կարելի է կարծել, որ մեր հանրապետությունում ապրանքն էժանացել է։ Մինչդեռ ամեն օր խանութ մտնող եւ առևտուր անող մեր քաղաքացիները հակառակն են պնդում։ Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է, սպառողական շուկայում նախորդ ամիս սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4% գնանկում, պայմանավորված պարենային ապրանքների էժանացմամբ։ Սեպտեմբերի ընդհանուր 0.4% գնանկման պարագայում
բաժնամթերքի գները նվազել են 1.6%-ով, ոչ բաժնային ապրանքների գները աճել են 1%-ով, ծառայությունը սակագները նույնպես ունեցել են գնաճի միտում։ Գների փոփոխություն վերջին ժամանակներում նկատել եք։ Ես անընդհատ եմ նկատում, իսկ թվում է ես խաբվում եմ ուղղակի։ Իսկ այդ փոփոխությունը բարձրացում է թե էժանացում։ Դրա մասին եք խոսացել։ Ինչու։ Անընդհատ է։ Ինչ է լինում, բարձրանում է թե էժանանում։ Բարձրանում է, մեկի հիմա ես չեմ հասկանում ինչ է։ Թանկանում է, բալիկյան, թանկանում է։ Ինչն է թանկացել, ինչ եք տեսել։ Բոլորը, ամեն ինչ թանկացել։ Ամեն ինչ։ Կոպեկ թանկացնելով հասնում մեծ գումարի։ Գնաճի մեթոդաբանությունը ըստ էության հենվում է գների մոնիտորինգի հիման վրա, որը իրականացվում է ամսի 1-ին, ամսի 10-ին, ամսի 20-ին, եւ եթե մի այսպես ասած անտեսանելի ձեռք են հիմնական այն բաղադրիչները, օրինակ բենզինի գները, հա, եթե այս օրերին դիտարկման օրերին գնանկում տեղի ունենա եւ հաջորդ օրը կամ երեկոյան կողմ բարձրանա, մեր ԱՎԾ-ն կֆիքսի, որ տեղի ունեցել գնանկում։ Թանկացում չի եղել, էժանացում է եղել, ասում զարմանալի է այս տարի, բայց թանկացում չի։ Մինչ խանութների տնօրենները երդվում են, որ ոչ մի ապրանք այս մի քանի ամսում չի թանկացել, պատկան մարմինները հայտարարում են։ Բաժնամթերքի 13 ապրանքային խմբերից 7-ում ունեցել ենք գնաճ, 3 ապրանքային խմբում գնանկում։ Եթե մենք ինչ-որ առումով միշտ զսպում ենք գնաճը, ինչը կենտրոնական բանկը իրականացնում է նաև մեր պաուստային ռեզերվները փոշիացնելու, այսպես ասած արհեստական դրամին կայունություն հաղորդելու շնորհիվ եւ այլն, բայց չէ որ դրանով նաև խաթարվում է տնտեսական աճը։ Պաշտոնական տվյալներով թանկացել են ձուն, շաքարավազը, կատնամթերքը, ձկնամթերքը, ոչ ոգելից խմիչքները, լավաշը, մակարոնեղենը, արևածաղկի եւ ձիթապտղի ձեթը, հրուշակեղենը եւ այլն։ Էժանացել են միրգն ու բանջարեղենը, մսամթերքը, իսկ ոգելից խմիչքների, սուրճի, թեյի եւ կակաոյի գինը մնացել է անփոփոխ։ Նշված ապրանքատեսակները բավականին թանկացել են նախորդ հոկտեմբերի համեմատ։ Ոգելից խմիչք եւ ծխախոտ ապրանքային ընդհանուր խումբը եթե դիտարկել ենք, ապա այստեղ հոկտեմբերի նախորդ տարի հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.2%։ Սուրճ կակաո ապրանքային խմբի գնաճը կազմել է 12.4%, իսկ հրուշակեղենինը 14.1%։ Այս հացը մի քանի ամիս առաջ 120 դրամ էր, հիմա դարել է 140։ Ասում են միսը, հավը էժանացել է, տենց բան նկատել եք։ Չէ։ 1500 դրամ է զիմանալ։ Ասում են տավարի միսը էժանացել է։ Էժանացել կուվերն էժանացել։ Մոթերքը հացն ամբարձրացած, կատնամոթերքն էլ է թանկացել, ոչ չի թանկացել։ Չեմ կարող նշել, որ իմ գնաց, իմ բյուջեով ձեռբերվող ապրանքները որևէ կերպ գնանկում են ապրել, բայց քանի որ վիճակագրությունը կրկնում եմ հենվում է ամսի 1-ին, ամսի 10-ին, ամսի 20-ին, կարող է ես այն բախտը չի վիճակվել, որ ամսի 1-ին, ամսի 10-ին, ամսի 20-ին հաճախեմ այդ նույն խանութները, որտեղ որ հաճախում են մոնիտորինգ իրականացնելու նպատակով։ Առնվազն տարօրինակ է, որ ոգելից խմիչքները նախորդ տարվա համեմատ չեն էժանացել, հաշվի առնելով ՀԻԱՏՄ ընձեռած ներմուծման արտոնությունները։ Վերենշվածը հնարավոր է միայն այն պարագայում, երբ ցածր գնով ներկրված ապրանքները խանութում վաճառվեն նախկին գներով։ Ոչ թե հնարավոր է, այլ դա մեր շուկայի անխուսափելի մասն է։ Տնտեսական մրցակցության պաշտպանները ուսումնասիրում են առաջին անհրաժեշտության շուրջ 30 ապրանքաշուկա, սակայն ի տարբերություն ազգային վիճակագրական ծառայության ոչ բոլոր տնտեսվարողների արտադրանքը։ Մեզ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն ընկերությունների գները, որոնք խոշոր են առաջատար ընկերություններ իրենց ապրանքային շուկաներում։ Հանձնաժողովն ընդամենը վերջերս է ուսումնասիրել հանքային ջրերի, կատնամթերքի եւ պանրի շուկաները, բարձելու գերիշխող դիրք ունեցողներին։ Հանքային ջրերի շուկայում առաջատար ընկերություններ են հանդիսանում Ջերմուկի մայր գործարան, Ջերմուկ Group եւ RRR հանքային ջրերի գործարանները։ Կատնամթերքի շրջանառության բնակավարում առաջատար ընկերություններ են Աշտարակատ, Մարիաննա եւ Անի կատնամթերք ընկերությունները։ Հիմնական հանքային ջրերի գծով է արձանագրվել գնաճ, մասնավորապես հոկտեմբերի, սեպտեմբերի համեմատ գնաճ է արձանագրվել Fanta Cola փոքր տարայով շշով արտադրվող եւ շուկայում ներկրված ոչ ոգելից խմիչքների գծով էական գնաճ են որում։ Այս ապրանքատեսակները թանկացել են հուլիսից, օգոստոսին արձանագրելով 11.8, սեպտեմբերին էլ 3.9% գնաճ։ Շատ մանրամասնորեն իհարկե ես չեմ կարող ներկայացնել մեր գնային քաղաքականությունը, կոնկրետ այդ ինչ ես ուղղակի կարող եմ այո հաստատել, որ այդ բարձրացումն եղել է այդ ապրակախմբի վրա հուլիս ամսից։ Տոկոսները մի քանի տոկոսատեսիկ իհարկե դրանց համաձայն չեմ, բայց այնտեղ փոքր միանիշ տոկոս է, բայց այդ վերլուծությունը որ արել եք ճիշտ կլներ նաև նախորդ տարիներ այդ ապրանքների։ Եթե
նայեք կնկատեք, որ այդ ապրանքախմբի վրա մոտ 6-7 տարի բարձրացում չի եղել։ Ոչ ոգելից խմիչքի շուկայում թանկացել է նաև Ջերմուկ գրուպի ապակետարայով այս տեսականին հոկտեմբերին 2.6, իսկ նախորդած 2 ամսում համապատասխանաբար 14.5 եւ 8.5%-ով։ Ընկերությունից պարզաբանեցին, թանկացել է ոչ թե ջուրը, այլ ապակետարան, քանի որ սպառողները սկսել էին դրանք չվերադարձնել խանութներին։ Թե ապակյաշիշը սպառողը կկարողանա հետ վերադարձնել, որովհետև սովորաբար սպառողներ ունենք, որոնք տարբերաբար գնումներ են կատարում մեզնից ապակյաշիշի եւ իրենք իրենց շիշը ունեն։ Շիշը հետ են վերադարձնում, տանում են նոր արտադրանք։ Այստեղ որևէ թանկացման մասին խոսք չկա։ Նախորդ ամիս թանկացած ապրանքների թվում առաջին հորիզոնականում է ձուն 2.1% գնաճով։ Թանկացումն ըստ Թռչնաբույսների միության նախագահի առաջին հերթին պայմանավորված է ամռանը պահանջարկի բացակայության պատճառով կրած վնասներով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացմամբ, որն ավելացրել է ձվի ոչ միայն բուն արտադրության, այլև փաթեթավորման եւ այլ ծախսերը։ Ձվի գինը շուկայում բաստողման գինը 49 դրամ։ Խոսքը գնում է միջին 0.1 կարգի ձվի մասին, որը կազմում է ամբողջ արտադրված եւ վաճառվող ձվի 63%։ Մոտ 12 դրամ մենք նախորդ տարվա գնից ցածր ենք վաճառում ձուն։ Ոլորտի ներկայացուցիչ Նամանորին ընդառաջ վստահեցնում է, ձվի շուկան ինքնաբավ է, այսինքն դեֆիցիտ եւ գնի բարձրացում չեն սպասվում։ Դեկտեմբերին միտում չունենք գնի բարձրացման։ Եթե իհարկե հանկարծ նախորդ տարվա դեկտեմբերի արտարժույթի շուկայում նման անակնկալներ չառաջանան։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կանխատեսմամբ, սակայն դեկտեմբերին դրամի արժեզրկման հավանականությունը մեծ է, պայմանավորված այս տարվա 10 ամսում 3.3% գնաճով, որը նպատակադրվածից էականորեն ցածր է։ Ակնհայտ է, որ տեղ կա, որպեսզի գնաճը լինի եւ ամենայն հավանականությամբ դեկտեմբերի կեսերից հետո մենք կտեսնենք արտարժույթի գների ավելի լիբերալ մոտեցումներ։ Գաղտնիք չէ, որ նոյեմբերն ու դեկտեմբերը առանձնանում են գնաճով։ Նոյեմբերից օբյեկտիվորեն թանկանում է գյուղմթերքը, իսկ արագ հարստանալ ցանկացող տնտեսվարողների թեթև ձեռքով մնացած ամեն ինչ։ Անցած տարվա այս ամսին պարենային ապրանքները թանկացել են 2.3, իսկ դեկտեմբերին 5.6%-ով։ Հուսանք, որ մի օր էլ մեր երկրում կձևավորվի նախատոնական առևտրի քաղաքակիրթ մշակույթ եւ առևտուրը մղձավանջային չի դառնա։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Պետք է կարողանալ ապրել եւ պայքարել, երբ նույնիսկ կյանքը անտանելի է դառնում, որովհետեւ չկա այնպիսի վիճակ, որից ելք չլինի։ 15-ամյա Էդգարը ելքը գտել է եկեղեցի այցելելով, Աստծո հետ հաղորդակցվելով։ 2 տարի առաջ զրկվել է հորից, հիմա էլ մոր կյանքի համար է աղոթում։ Շաքարախտի պատճառով անդամահատել է մոր ոտքը եւ Էդգարը դպրոցի փոխարեն ամեն օր հիվանդանոց է գնում, հաճախ դատարկա ձեռն։ Հուզվում եւ անհանգստանում է մոր համար։ Ինքը սովին կդիմանա, բայց մորը սնունդ է պետք ապակինվելու համար։ Պատրաստ է աշխատել, բայց տարիքի պատճառով ամենուր մերժում են։ Ճակատագրի անակնկալները փորձաքար են նրա համար։ Անօգնական պատանին փորձում է հաղթահարել կամքի դժվարությունները, կամք դասյարակել իր մեջ։ Ու երբ զգա իր նկատմամբ փոքրիկ հաղթանակի ուժը, համարձակություն ձեռք կբերի, իսկ մինչ այդ խուսափում է մարդկանցից, վախենում ամեն ինչից։ Էդգարին հավանաբար չեն բացատրել, որ ամեն դժբախտություն միշտ չափազանցված է, պարզապես պետք է անձնատուր չլինել։ Այժմ Տաթև Մեսրոպյանի հուսահատված եւ լքված տեսանյութը։ Դեռ ամիսներ առաջ 15-ամյա Էդգարը վաղ առավոտյան շտապում էր դպրոց, բայց հիմա ճանապարհը փոխվել է, չի համբերում, թե երբ է լույսը բացվելու, որ գնա հիվանդանոց մորը տեսակցության։ Օրեր առաջ են անդամահատել ոտքը, բժիշկներն ամիսներ շարունակ խուսափել են այդ ծայրահեղ քայլից, բայց շաքարախտի հետևանքով առաջացած վերքն այնքան վտանգավոր է դարձել, որ անդամահատել են։ Մոր աչքերն էլ որդու ճանապարհին են, քանի որ ուրիշ ոչ մի հարազատ չունի։ Թումանյանը մի կարյակ ունի, ուր կորան, մոտիկները սուր կորան, իչքան լացի, ձեն չտվի, լուր կորան, ես այդ վիճակի մեջ էի, ոտքից զրկվեցի և հացից էլ հետա, որովհետև ես 3 հարազատի կորուստ եմ ունեցել, երբ որ մարդիկ մահ են ունենում, մի անգամ են անում հոգի հանգստյան արարողություն, դուք պատկերացնում եք, որ ես ամեն օր իմ մարմնի անդամի հոգի հանգիստն եմ կատարում, աչքիցս չի գնում, չի հեռանում են, որ պարուր Սևակն ասում է մի անինքն ասեր, տգեղ կնոջ պես սիրահարվել է ինձ տխրությունը, ես այդ տխրության մեջ եմ։ Էդգարը մոտ 2 տարի առաջ էլ հոր կյանքի համար է պայքարել։
Հիշում է, որ վերջին անգամ նրան հանդիպել է վերակենդանացման բաժանմունքում։ Տղան հայտնվելով անօգնական վիճակում շտապել է եկեղեցի, քահանային խնդրելու աղոթել հոր փրկության համար, բայց գնացինք եկեղեցի, Տեր Հակոբ քահանային մոտիկացանք, տենց լացում էի, քահանան ինձ գրկեց, աղոթեց, բայց պապայիս համար չաղոթեց, որ առողջության համար չաղոթեց, ու ես չհասկացա տենց եղի չաղոթեց, ես քահանային ասում էի, պապան կլավանա, չէ, ձայն չէր հանում, քերիս ասել էր, որ արդեն մահացել է։ Մոր հետ հայտնվելով լքված եւ անօգնական վիճակում Էդգարն անընդհատ եկեղեցի է գնացել։ Տղան շատ փորձությունների միջով է անցել եւ եկեղեցին միակ տեղն է եղել, որտեղ խաղաղվել է։ Այսօր արդեն ծառայում է եկեղեցուն։ Երազում է քահանա դառնալ եւ ինքն իր կորցրած խաղաղությունը վերագտնելով խաղաղեցնել բոլոր այն հոգիները, որոնք ինչ-ինչ դժվարությունների պատճառով փոթորկվել են։ Եկեղեցին ուղղակի ոնց որ անհրաժեշտություն դարձավ ինձ համար, համարյա ամեն օր գնում եմ, ամեն օր կարելի ասել, պատարակներին, ժամերգություններին, դեղ երգում ենք, սաղմոս ենք ասում։ Էդգարի եւ ծնողների պատմությունը մեզ շատ էր հուզել, բայց ամեն բան մթնեց մեր աչքի առաջ։ Երբ տղան մեզ ուղեկցեց իրենց տուն եւ տեսանք, թե որտեղ է ապրում մոր հետ, այն էլ վարձով, եւ արդեն մի քանի ամիս է չեն կարողանում վճարել կացարան կոչվածի վարձը։ Որ պապաս կար, այդ ժամանակ էին կարողանում տայինք, հիմա որ հենց պապաս մահացավ, այդպես խնդիրները գլուխ բարձրացան։ Ժամանակին Էդգարը ծնողների հետ շուկաներից մեկում օգտագործված իրեր եւ հագուստներ է վերավաճառել։ Իսկ այսօր դռնեդուր ընկած աշխատանք է խնդրում, որ մորը սնունդ հասցնի, բայց տարիքի պատճառով աշխատանքի չեն ընդունում։ Հաճախ եւ նա է քաղցած օրեր անցկացնում եւ մայրը հիվանդանոցում, բայց այդ մասին ոչ ոք չի իմանում։ Դինամո ստադիոնում տեղ կա, տենց երկաթագործների շուկա է։ Պապաս տեղից ապրանքներ էր գնում, ինքը հասկանում էր, էլի նորոգում էր, տենց հաճարում էինք, փառ տիրոջը էլի ապրում էինք, ասում են փոքր էի, որ գնում էի, միտեղ ուզում էին ընդունեին, ուղղակի մամաս այդ հիվանդանոցներ տենց գնում հիվանդանոց պետք է գնային, չկարողացան։ Եվ այս ամենը բաժին է հասել մի պատանու, որը շարականներ է երգում, նկարում, նվագում ու ստիպված է դասերից բացակայում, որ մորը խնամի։ Դպրոցում էլ ըմբռնումով են մոտեցել Էդգարի որոշմանը։ Անգամ մենք վինետկայի փող չունեինք։ Ինչ որ եղել է, հավաքել են մեր տեղը, մեզ հանել են, այսինքն այդ վիճակից ես մենակ տեղից արհամարված չեմ զգացել, միշտ սատա են կանգնել։ Երբ Էդգարին հարցրեցինք, թե ինչն է որոշ չափով մոռացնել տալիս անցյալը եւ գորշ ներկան ցույց տվեց իր ջրաներկ աշխատանքները։ Երազում էր յուղաներկով նկարել։ Պատմեց նաեւ, որ նախկինում բոլոր նկարները շատ տխուր եւ մռայլ են եղել, բայց վերջին փորձությունից հետո այրել է դրանք։ Հիմա փորձում է մթության եւ տխրության մեջ լույս տեսնել։ Մի անգամ տուն էի նկարել ներսից, այսինքն սենյակ, աղքատ տորտարի էի նկարել, իրենց լավ տուն չէի նկարել, հին ամեն ինչ, այդպես պատին մի հատ նկար, ձմեր ու նկարի անունը ոնց որ փուջուր է, դրել էի ոնց որ սև նոր տարի, որտեվ ամեն ինչ սև էի նկարել։ Սև էի նկարել, սաղ սև էի ներկել, այդ ժամանակ պապաս կար, ու հենց այդ տարում էլ ոնց որ պապաս մահացավ։ Հետո այդ նկարի վրա շատ ջղայնացա, գցեցին, այրեցի այդ նկարը։ Որքան էլ որ դաժան ու ցավալի է, բայց այն, ինչ լսեցինք առաջին հայացքից խաղաղ, բայց իրականում փորձությունների ենթարկված այս պատանու կյանքի այն հատվածն է, որը թեև դժվարությամբ, բայց պատմեց։ Առավել ցավոտ թեմաների մասին նա խնդրում էր չխոսել, գիտակցելով, որ դրանք միայն իր խաչն են։ Էդգարի մասին մտորումները մեզ հանգիստ չէին տալիս, ամանչում էր խոսել, մարդկանց մեջ քայլել, նայել մեր աչքերին, ինչու, որն է քո մեղքը, կրկնում էինք անընդհատ։ Պատասխան չուներ, ամոթը խեղտել էր իր մեջ ու տանջվում։ Բայց դժվար չէր հասկանալ ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ էր, քան փախուստ կյանքից։ Այս տղան կյանքի հարվածներին դիմակայելու իր զինանոցի բոլոր միջոցները սպառել է։ Էդգարին ոչինչ չէր մնում, քան փախչելը։ Բարեբախտաբար քայլերը նրան Աստծո տուն էին հասցրել։
Միայն այնտեղ է իրեն պաշտպանված զգում, եկեղեցուց դուրս ինչպես չկորցնի իր խաղաղությունը ու նորից անպաշտպան չդառնա, երբ գիտի, որ օրեր անց անդամալույց մորը դուրս են գրելու հիվանդանոցից, բայց ոչ գնալու տեղ ունեն, ոչ ապրելու միջոց։ Տղան հավատից եւ մորից բացի այս կյանքում էլ ոչ ոք եւ ոչինչ չունի։ Վերևում Աստված է, ներքևում իրենք։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Լույսի մարդը բացելու հականը մաքրվելուց հետո հաշվիչները սկսել են ճոխ հաշիվներ ներկայացնել։ Ասում ուրեմն մի բան անում եք։ Հոսանքը թանկացել է ժողովուրդ։ Ենթադրվում է ադմինիստրատիվ պատժամիջոցներ։ Սպառողները կվճարեն 5 սակագնով։ 6.93 դրամ։ Հոկտեմբերի 1-ից կրճատվել է նաև սուբսիդավորման չափը։ Չեն սուբսիդավորվելու։ Բնակիչների համար փոփոխությունը դրական տարեր համարյա չի պարունակում։ Ինչ ուզում եմ, ֆրացնում եմ, հետատալի, առաջատալի։ Նրանք այստեղ բնակարան չեն կարող ունենալ։ 60-ից 90 հազար դոլար են վճարել։ Խալոնն ասում է շենքը իմն է։ Շենքի հետ կապված խարդախություններ են բացահայտվել։ Խալոյանը եղել է Երևանի ավականու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ։ Դու իրավահաջորդ ես նախորդ կառուցապատողին։ Ինքը ասաց, որ այս շենքի հասցեն մի քանի անգամ փոխվել է։ Ես մի լումա չեմ ծախսեմ, բայց այս շենքը իմն է։ Երբ տեղեկացանք, որ Երևանի նորակառույցներից մեկի Պուշկինի 51 կոտորակ 1 շենքի շքամուտքում ոստիկանների հսկողությամբ պահակակետ եւ երկաթյա դուռ է տեղադրվել քաղաքացիների մուտքն արգելելու համար, կրայեցինք, որ կառուցապատողի եւ բնակիչների միջև կրկին իրավական եւ ֆինանսական չլուծված հարցեր կան ու չսխալվեցինք։ Պարզեցինք, որ շենքի բնակարանների կեսը բնակեցված է, չնայած առանց սեփականության վկայականների։ Մյուս կեսի գնորդները, որոնք արդեն ներքին հարդարման աշխատանքներ կատարել են, բայց դեռ չեն տեղափոխվել, այլևս չեն կարողանա մտնել շենք։ Ինչու՞։ Որովհետև հայտնվել է Երևանի ավականու նախկին անդամ Անդրանիկ Խալոյանը եւ հայտարարել, որ տարածքի օրինական սեփականատերն է, որ ժամանակին շինարարի հետ պայմանագիր է կնքել, նրան վստահել 47 բնակարանի կառուցումը, սակայն շին կազմակերպության տնօրեն Գագիկ Պապոյանը խարդախությամբ տասնյակ հազարավոր դոլարներ է յուրացել ու առանց իր գիտության քաղաքացիների հետ արգովաճառքի պայմանագրեր կնքել։ Ավելին, մեղադրելով կառուցապատողին, թե բնակիչների հետ նախնական պայմանագրերում եղել է նրա կնիքը, թե կառուցապատողն ու նոտարը եկել են ինչ-որ համաձայնության, մեղադրել է նաև բնակիչներին, թե ինչու չեն նայել, թե ինչ կնիք է եղել փաստաթղթերում։ Թվում է, թե կրկին գործ ունենք անբարեխիղճ կառուցապատողի հետ, որն ի դեպ պատիժը կրում է կալանավայրում եւ որի գործունեության հետևանքով տասնյակ մարդիկ հազարավոր դոլարներ են գծվել, բայց կարծես իրավիճակը փոքր ինչ այլ է։ Ինչպես նշել են բնակիչները, շենքի սեփականատեր ներկայացող Խալոյանը խարդախության մասին տեղյակ է եղել, ճանաչել է բոլոր գնորդներին ու եթե չէր ընդունում արգովաճառքի փաստը, թող դիմեր դատարան։ Հետևաբար հարցը, թե արդյոք գործ ունենք կազմակերպված եւ լավ մշակված հանցավոր սխեմայի հետ, բացառել չի կարելի։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի պատիվ եւ արժանապատվություն մոռացած հետաքննությունը։ Պուշկինի 51/1 հասցեում գտնվող այս շինությունը ոտքի է կանգնեցվել բազմաթիվ քաղաքացիների կողմից ներդրված տասնյակ հազարավոր դոլարների շնորհիվ, սակայն վերջերս որոշվել է, որ նրանք այստեղ բնակարան չեն կարող ունենալ։ Հավաքվել են շենքի կառուցման համար մեծ գումարներ ծախսած քաղաքացիներ, որոնք տարիներ շարունակ սպասել են շինարարության ավարտին։ Կառուցապատողի Գագիկ Պապոյանի հետ կնքված պայմանագրով նրանք պետք է ապրեին այս շենքում։ 2007 թվականի հունիս ամսին ես պայմանագիր եմ կապել Պապոյանի հետ, եկա ստեղ, որ բնակարան գնեմ։ Շենքը կիսակառույց էր։ Իմ բնակարանը այդ թվին ցույց են տվել ինձ, բայց էլ ներսի աշխատանքներ լրի վերջացրած չեն։ Բնակիչները ըստ բնակարանների չափերի 60-ից 90 հազար դոլար են վճարել Պապոյանի ընկերությանը։ Վերջինն այդ ընթացքում մի շենք էլ է կառուցել Արամի փողոցում։ Շինարարությունը գրեթե ավարտին է հասցվել 2011-ին, սակայն Արամի փողոցի վրա կառուցված շենքի հետ կապված խարդախություններ են բացահայտվել եւ կալանավորվել է կառուցապատող Պապոյանը։ Հենց նույն ժամանակ ըստ քաղաքացիների հայտնվել է ոմն Անդրանիկ Խալոյան։ Անդրանիկ Խալոյանն ասում է շենքը իմն է։ Հողը իմն է։ Խալոյանը շենքի մուտքի մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրել, որպեսզի ոչ ոք մուտք չգործի։ Շենքում այս պահին միայն մեկ բնակիչ կա։
Ինչ իրան պրեք որ դու չթող։ Բնակարանների համար վճարած անձինք հետաքրքրվել են, թե ինչպես է Խալոյանը գնել այն հողը, որի վրա շենք է կառուցվել։ Պարզվում է, նա այդ հողատարածքը մաս-մաս ձեռք է բերել 2008-ից 14 թվականներին։ Վերջին հատվածը գնել է քաղաքապետարանից կադաստրային արժեքով։ Իդեպ քաղաքացիները նշում են, որ գործարքի պահին Անդրանիկ Խալոյանը եղել է Երևանի ավականու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ։ Շենքը կիսակառույց վիճակում մենք մեր բնակարանները որ ստեղ գնել ենք 2006-7 թվականին։ Դրանից հետո նոր 8 թվականի հունվարին, 8 թվականի սեպտեմբերին, 12 թվականին նոր իրան հողեր են հատկացրել։ Քաղաքացիները ցույց են տալիս 2007-ին Արբանյակից արված լուսանկարներ, որտեղ հստակ երևում է կառուցվող շենքը։ Ստացվում է, Խալոյանը գնել է հողատարածքը, երբ դրա վրա Պապոյանն արդեն շենք էր կառուցում, ասում են քաղաքացիները։ Ես իրեն հարցրել եմ, դու իրավահաջորդ ես նախորդ կառուցապատողին։ Ինքը ասաց, ոչ, ես իրավահաջորդ չեմ։ Ասում եմ, այդ ոնց կարող է պատահի, որ երկնքից շենքը ընկնի քո հողի վրա, եթե նույնիսկ հողը քոնն է եղել։ Մարդկանց կասկածելի է թվում այն փաստը, որ այս շենքի հասցեն մի քանի անգամ փոխվել է։ Մայիսի 5-ի տվյալներով դարել է Պուշկինի 51-1, նախկինում եղել է 2-րդ Եկմայլյան 5, իսկ դրանից առաջ եղել է Սայրան 19-21։ Ինչ է ստացվում։ Հողի վրա շենք է կառուցվում, որի համար հողի տերը մի լումա անգամ չի վճարում, ասում են մարդիկ։ Այնինչ քաղաքացիներն ընդհանուր առմամբ մոտ 3 միլիոն դոլար են վճարել կառուցապատողին այս շինարարության համար։ Անդրանիկ Խալոյան, դու այս շենքի վրա փող ծախսել ես, ինքը դադանում հայտարարել, ես մի լումա չեմ ծախսեմ, բայց այս շենքը իմն է։ Նույնիսկ եթե շենքը կառուցվել է իրենց վճարած գումարներով, մենք պետք է տարբերակենք իրենք ում են վճարել գումարներ, ինչ հիմքով են վճարել, պարոն Պապոյանին, եթե չեմ սխալվում, որով պայմանավորված իրենք դուժող են ճանաչվել։ Անդրանիկ Խալոյանի հետ չկարողացանք հանդիպել։ Պատճառաբանեց, թե զբաղված է եւ մեզ ուղղորդեց դեպի իր փաստաբանը։ Անդրանիկ Խալոյանը ձեռք բերելով բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, ընկել է կապալի պայմանագիր, որը ղեկավարել է Գագիկ Պապոյանը, եւ պայմանագրային հարաբերությունների շրջանակում կառուցվել է այդ շենքը։ Իբր Պապոյան Գագիկը իրավունք չուներ վաճառել մեզ բնակարաններ, ախր սա ամբողջ շենք է, երկու մուտք, մոտ 50 բնակարան գոյություն ունի ստեղ։ Նես չի որ մի հատ բնակարան ա եղել, կարենք աշկերներս փակեինք ու բնակարան գնենք կամ ասենք վաճառենք, մեկը չիմանար։ Փաստաբանը նշում է, որ չնայած Անդրանիկ Խալոյանը իրավական պատասխանատվություն չի կրում Պապոյանի համար, սակայն պատրաստ է գործակցել Պապոյանից խաբված քաղաքացիների հետ, որի նպատակով էլ հանդիպել են նրանց հետ։ Մենք պատրաստ ենք այդ բնակարանները Անդրանիկ Խալոյանը ավելի շուտ պատրաստ է ողջամիտ գնով, որ այսօր շուկայում գործում են, այդ գնի շրջանակներում վաճառել ձեզ։ Բայց մարդիկ չգիտես ինչու մտավախություն ունեն, որ դա չի լինելու, իրենց նորից խաբելու են։ Մեր պայմանագրերում քառակուսիմետրի համար մենք որ պիտի վճարենք 750-ից 850 դոլարի կարգի էր։ Ասացին որ պիտի ավելացնենք մինչև 1200 դոլարի կարգի ամեն քառակուսիմետրի համար։ Հիմա մեզ այլ գին են առաջարկում, որին բնականաբար մարդիկ պատրաստ չեն իրենց այս բազմաթիվ ծախսերից հետո։ Ինչ վերաբերում է հողատարածքի ձեռքբերմանը, փաստաբանը չկարողացավ պարզաբանում տալ։ Այս թեմայով քաղաքապետարանից ստացանք հետևել պարզաբանումը։ 08-10-2007 թվական երկրորդ Եկմալյան փողոց համար 5 հասցեում բնակելի շենքի կառուցման համար Անդրանիկ Խալոյանին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ 20-01-2011 թվական նույն նպատակով եւ նույն հասցեում Անդրանիկ Խալոյանին տրամադրվել է երկրորդ ճարտարապետահատակագծային առաջադրանքը։ 07-06-2011 թվականին տրվել է շինարարության թույլտվությունը։ Նա քարը չի դրել այս շենքի վրա։ Չգիտեմ ինչ պիտի անի այս շենքի վրա, որ շենքը 98%-ով պատրաստ է։ Մնում է մի հատ վերելակի փողնել ենք մենք վճարումը կատարվել Պապոյան Գագիկի ժամանակ, որ պիտի բերեին տեղադրեին։ Երևանի քաղաքապետի 1804-2014 թվականի որոշումով Երևան քաղաքի կենտրոն եւ Նորբ Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով հաստատված եւ Երևանի քաղաքապետի եւ Անդրանիկ Խալոյանի միջև կնքված հաշտության համաձայնության հիմքով Երևանի երկրորդ Եկմալյան փողոցի համար 5 հասցեում Անդրանիկ Խալոյանի կողմից կառուցապատված 179.45 քառակուսիմետր մակերեսով հողամաս ուղիղ վաճառքի ձևով օտարվել է նրան։ Ամիսներ առաջ անդրադարձել ենք սնանկացած Լևոն Ամիրխանյան ընկերության կառուցած էլիտար շենքերի պատմությանը։ Ընկերությունը քաղաքացիների գումարներով կառուցված բնակարանները գրավադրել էր բանկերում եւ մարդկանց փաստացի զրկել սեփականության իրավունքից։ Անցած ամիսներին ստեղծվել է կառավարության անընդհատ միջգերատեսչական հանձնաժողով, որը քննում է այս գործը։ Հիմա էլ պարտադիր բանկերը շենքի ստորգետնյա ավտոկանգառն են դրել աճուրդի, չնայած մարդիկ ժամանակին վճարել էին այդ կանգառի համար։ Թեկուզ կառավարությունը մեզ խոսք տվեց, որ բանկերը տեղեկացված են ոչ մի գործողություններ չի անի, մինչ
մինչև դատը չվերջանա։ Հիմա դրել են վաճառում են պարկինգը։ Լևոն Ամիրխանյան ՍՊ-ն պարկինգը առանձնացրել է սեփականության վկայականը հանել, որ իրավունք չուներ։ Խնդիրն այն է, որ ավտոկանգառում են շենքի բոլոր ենթակառուցվածքները եւ վաճառքի դեպքում բնակիչները լուրջ խնդիրներ կունենան։ Ջրի насոսները գտնվում է պարկինգում, ինչ որ մեկը վաղ հետո որ Ենթարենք վաղ եկա, ինչ-որ մեկը առավ, չէ, կարասի աղբեր ջան, արեք ես ձեր насոսները ցանեք տարեք, ընձի խանգարում է, շոչիկները հանեք տարեք, կանալիզացիայի տրում են։ Այս պատմությունները լսելիս արդեն դեժավյու ենք ունենում, դրանք գրեթե նույնն են, խադախներն են տարբեր, հարյուրավոր ընտանիքներ նույն խնդրի առաջ են, պայմանագրով նրանց փողերով կառուցվել են բնակարաններ, հետո սակայն սեփականության վկայականները շինարարության ավատին հայտնվել են ուրիշների, բանկերի կամ անհատների ձեռքում։ Փաստաբան Իրինա Հակոբյանն ունի երկու գործ, որոնք առնչվում են հենց այս խնդրին։ Մեկով կա դատարանի վճիռ, որով պետությունը պարտավորվել է փոխհատուցել քաղաքացուն հասցված մնասը։ Կոնկրետ մեր դեպքով վճարվել է 75,000 ԱՄՆ դոլար, մյուս գործով էլ վճարվել է մոտ 85,000 $։ Ճիշտ է, ունենք շահած դատական գործ, որով մեզ պիտի փոխհատուցում հատկացվի այսքան գումարի չափով, բայց դեռ չենք ստացել։ Այս խադախությունների համար պարարտ հող էր ստեղծվել, քանի որ մինչև հիմա օրենքը չէր կարգավորում այս ոլորտը։ Ըստ էության կառուցապատողի հետ նոտարական վավերացումով պայմանագիրը մինչև բնակարանի կառուցումը ընդամենը թղթի կտոր էր։ Իսկ նման պայմանագրերը կադաստրը պարզապես չի գրատնցվում, այլ եթե գրանցում լիներ կադաստրում, պետական գրանցում, թեկուզ չկառուցված վիճակով, բայց նախնական ինչ-որ գրանցում լիներ, նման խաբեություններ չէր լինի, այսինքն մեկ գույքի նկատմամբ չէր կարող բնականաբար մի քանի անձանց սեփականության իրավունքը, չէ, գրանցվել։ Վերջերս խորհրդարանը ընդունել է մի օրինագիծ, որով վերջապես լուծում կտրվի այս խնդրին։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով կառուցապատողն այլևս հնարավորություն չի ունենա շենքը պատրաստ լինելու պարագայում արդեն վաճառված բնակարանը օտարել մեկ ուրիշին, սակայն մինչ այդ բաց է մնում հարյուրավոր քցված քաղաքացիների հացը, ինչպես Պուշկինի 51 կոտորակ 1-ի դեպքում։ Մարդիկ ահռելի գումարներ են կորցրել ու մնացել անտուն, ու կարծես պետական որևէ կառույցի դա չի անհանգստացում, ցավով նշում են քաղաքացիները։ Արմեն Աթելյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Ձմռան շեմին բավականին արդիական են էլեկտրաէներգիայի շուրջ քննարկումները։ Հետևաբար, տրամաբանական է, որ նախորդ շաբաթ այս հարցով տասնյակ ահազանգողներ եղան։ Մարդկանց հետաքրքրում է, թե էլեկտրաէներգիայի հայտարարված սակագները որքանով են համապատասխանում իրականությանը եւ արդյոք չկա չարաշահումների հնարավորություն։ Եթե հիշում եք, տարիներ առաջ հանրապետությունում մեծ հնչեղություն ստացավ դժգոհությունը, թե էլեկտրաէներգիայի վճարման անդորագրերում ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով հնարավոր չէ որոշ հարցեր հստակեցնել։ Խոսքը առաջին հերթին վերաբերում էր էլեկտրաէներգիայի ամսական սպառմանը։ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից անդորագրերում արձանագրվեցին հաշվարկային ամսում սպառված էլեկտրաէներգիայի քանակը, նախորդ եւ վերջին, նույնիսկ գիշերային սակագնով սպառածի ցուցմունքները։ Անցել է 5 տարի։ Այս ընթացքում էլեկտրաէներգիան 2 անգամ թանկացավ եւ մարդկանց դժգոհությունը ավելացավ ոչ միայն սակագնի, այլև քանակի առումով։ Ճիշտ է, ինչպես նշեցի, վճարման անդորագրերում նշվում է, թե որքան հոսանք է ծախսվում, բայց մեզ ահազանգածները պնդում էին, թե սպառածն ու ներկայացվածը չեն համընկնում, ուղղակի չէին կարող այդքան էլեկտրաէներգիա սպառել։ Ոմանք զայրացած նշում էին, թե վերջին թանկացումը, որը պետք է վերաբերի 250 կիլովատից ավելի ծախսողներին, իսկ մյուսների հավելյալ գումարը սուբսիդավորեն կառավարությունն ու հեծի սեփականատերը, իրականում մոլորեցնելու հնարք է։ Անկեղծ ասած, ես օրինակ չեմ կիսում այս տեսակետը, քանի որ վերջին ամսվա սպառածս էլեկտրաէներգիայի դիմաց անդորագրերում նախորդ ամիսների համեմատ տարբերություն գրեթե չեմ նկատել։ Այդուհանդերձ որոշեցինք անդրադառնալ խնդրին, չբացառելով, որ այլ դժգոհողներ էլ կան, ինչպես նաև հստակեցնել սակագնի հետ կապված բոլոր հարցերը։ Ուստի հորդորում եմ Նելի Հարությունյանի չսպառածի հետևանքները հետաքննությանը հետևել ուշադրությամբ։ Մի անգամ այս շենքի բնակիչներից մեկը ուշ գիշերով տուն վերադառնալիս տեսել է, թե ինչպես է լույսի մարդը բացել փականը եւ ինչ որ գործողություն կատարում հաշվիչների հետ։ Հարցին, թե ինչ է անում, վերջինս պատասխանել է. «Հեչ, փոշիներն եմ սրբում»։ Մաքրվելուց հետո հաշվիչները սկսել են նոր եռանդով աշխատել ու ճոխ հաշիվներ ներկայացնել։ Զուգադիպություն է եղել, թե դիտավորություն բնակիչներն ու լույսի մարդը դեռ վիճում են։ Ասում ուրեմն մի բան անում եք, ասի ինչ եմ անում, ոչ հարթուկ եմ անում, ոչ վեն եմ անում, ինքս էլ բաքս եմ միացնում։ Ամեն ամիս ասենք 6-7 հազար էր գալիս, այս ամիս 15,000 է եկել։ Նույն խալազենիկն, նույն տելևիզորը, նույն ժամանակում երեխեքա։ Այս ամիս արդեն 5,000 է տարբերությունը։ 3-4 ամիս է իմ
իմ աղջիկս, թորնիկս բանս պես ասես տեղ չեն Մոսկվայում են, մենք երկուսով ենք համարյա հոսանք չենք միացնում։ Ու ավելի շատ է գրվում։ Մի ժամանակ ամեն ամիս ես մեծ գումարների, հետո ամիսից ասել գիտես նենց մի արա որ տանեմ սաղ շոճիկները ստուգել տամ։ Ու նայից հետո մեզ մոտ եկավ ամեն ամիս 3550, ոչ մի 10 դրամ ավել, ոչ 10 դրամ պակաս։ Միակ բան որ դա հնարավոր է, դա ասենք լուսի մարտը վերցնի մեկի լարը վերցնի միացնի ուրիշի, ասենք հաշվի չի։ Այսինքն նա եկել է ինչ-որ համաձայնության մյուս հարևանի հետ, ինչ-որ գումար է դրանից վերցնել, կարող է այդպես լինել։ Ամեն տարի են դա գալիս այս ծրտերն ընկնում է իրանք ալաֆն անում են։ Ինչ են անում, ինչ իմանաս։ Ящики իրա ձեռը, բալանին իրա ձեռը։ Էլեկտրիկները համատարած բողոքներին պատասխանում են, որ հոսանքը թանկացել է ժողովուրդ, ընդ որում անխտիր բոլորին, մինչև 250 կիլովատ եւ թե դրանից շատ հոսանք սպառածներին, ինչն էլ առաջացրել է համընդհանուր քաոս։ Եթե բացահայտվում է, որ տեսուչը որևէ խախտում է արել, ինքը ենթարկվում է ադմինիստրատիվ պատժամիջոցների։ Էլեկտրիկին պատժելու դեպքեր իհարկե չկան, գուցե այն պատճառով, որ խախտումները որոշ դեպքերում համակարգային են։ Գիշերային ժամը որ սկսվում է, դա պետք է փոխի գիշերային ցակագնի։ Նա իհարկե փոխում է, բայց իրեն ժամացույցը։ Պարզվում է որ նա գիշերը 12-ին, 1-ին կամ 2-ին նոր ասում գիշերային ցակագնի, փաստորեն ես վճարում եմ ցերեկային ցակագնը։ Եթե բաժանորդը հաշվիչի աշխատանքի հետ կապված կասկածներ ունի, դրանք փարատելու մի ուղի կա, որը կրկին տանում է էլցանցեր։ Այսինքն հենց հետի լաբորատորիան պետք է ստուգենք։ Այո, անշուշտ։ Բայց ստանդարտի ներկայացուցիչ կա մեր լաբորատորիայում։ Չի եղել այդպեսի բան, որ ասենք, փորձοκրություն արվի եւ հանկարծ պարզվում որ հաշվիչը սխալանքով է աշխատում։ Հակառակ եղել է վնաս սպառողի։ Իսկ հիմա հստակեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի նոր սակագնի առաջացրած բեռը կառավարությունը որոշեց թեթևացնել մոտ 7 դրամով։ Անցած ամիսը մուծել են 4750 դրամ, ընդամենը 340 դրամ պետություններ մուծել։ Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 1-ից այս տարվա մինչեւ մյուս տարվա հուլիսի վերջը կսուբսիդավորեն եւ նոր սակագների տարբերության չափով այն է 6.93 դրամ։ Ավելի պարզ, հատուկ լույսի մարդու կողմից թյուրիմացության մեջ ընկած բաժանորդների համար մինչև 250 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա սպառողները կվճարեն 5 սակագնով, 251 եւ ավելի սպառողները թանկով։ Այն սպառողները, որոնք ամսական մինչև 500 կիլովատ ժամ սպառում ունեցող խմբում են, նրանց համար մինչև 250 կիլովատ ժամը եւս սուբսիդավորվելու է։ Մինչև 500 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա սպառող պայմանական փոքր ու միջին ձեռնարկությունները բարձրացած սակագնով կվճարեն 251-ից 499 կիլովատը։ Ներկայացված մեխանիզմով փոխհատուցումը նախատեսված էր օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների համար։ Էներգետիկայի նախարարությունում պարզաբանում են, որ հետսում անցկացված ուսումնասիրության ավարտին եզրակացվել է, որ սակագնի բարձրացումը միանգամայն հիմնավոր է եղել։ Հետևաբար հոկտեմբերի 1-ից կրճատվել է նաեւ սուբսիդավորման չափը։ Աջակցություն այդուհետև կստանան միայն մինչև 250 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդները։ Այդ խմբի մեջ ընդգրկվում է հանրապետության բնակիչ սպառողների շուրջ 80%։ 260-270 կիլովատ են ծախսում, ամբողջությամբ վճարել են 49 դրամով։ 251 կիլովատ ժամ սպառող բնակիչ սպառողները չեն սուբսիդավորվելու ամբողջ իրենց սպառած էլեկտրաէներգիայի համար։ Ենթադրենք 300 կիլովատ համար 7 դրամով 2100 դրամ, ես ամսական ավել եմ վճարել։ Երբ որ ոչ մի դեպքում քանի տարի է ոչ մեկի աշխատավարձի մեջ փոփոխություն չկա։ Ոնց է լինի մի 10000 դրամի ավել կլինի երևի։ Մենք ելեք էկոնոմիա անում, որ կարողանանք տրատակից դուրս գալ։ Հայաստանի Էլցանցեր ընկերության նոր սեփականատերը ծրագրում է առանցքային փոփոխություններ համակարգում։ Նախնական տեղեկություններով, որոնք հետսում չեն հերքում, նախատեսվում է փոխել էլեկտրական հաշվիչները, միացնել դրանք մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդվեն կայանին։ Այս եղանակով ակնկալվում է կրճատել կորուստները, որոնք չնայած մասնագետների համոզմամբ արհեստական են աճպարարության արդյունք։ Տրանսֆորմատորը փոխարկում է, ասենք, բարձրավոլտից ցածրավոլ, այնտեղ էլ կան նախատեսում են, որ կորուստ լինում է, ինչքան երկար է լարերը, այնքան այնտեղ ինչ որ որոշ կորուստներ կան։ Բայց ինչ վերաբերում է նա, որ ասենք 10-12%, ասենք կորուստ, դա շատ չափազանցված է։ Նորմալ ինչա պետք է լինի։ 5-6, մաքսիմում առավելագույն 7։ Ավտոմատ հաշվիչները վերջին տարիներին լայնորեն կիրառվում են Ռուսաստանում եւ համարվում են շատ էներգախնայող։ Դրանք նաեւ լավագույն տարբերակն են կանխելու էլեկտրաէներգիայի գողությունը, վերահսկելու էլեկտրաէներգիայի ծախսը։ Հայաստանում նման համակարգի ներդրումը դեռ խոսակցությունների մակարդակում է։ Դեռ շատ շուտ է, այնց չի էլի, որ այս պահին ճիշտ է այդ մասին խոսքը։
Այդուհանդերձ հետից տեղեկացանք, որ Երևանի 16-րդ թաղամասի 43 շենքում 2 տարի է հին հաշվիչները փոխարինվել են Ասլոե ֆիրմայի նորագույն ավտոմատ սարքերով, բայց շենքի բնակիչների համար փոփոխությունը դրական տարեր համարյա չի պարունակում։ Հին շոչկներով աշխատում եք, az միլիամպեր է ոչ չէ գրում։ Իսկ այդ էլեկտրոնի ու դրածա։ Հերակոցի զայալուշի կմիացնես, գրում միլիամպերն է գրում այնքը։ Այսինքն սկսել եք ավելի շատ վճարել, թե ավելի շատ։ Եթե գիշեր 3-ա դրած, ժամերը խախտված, գիշերն ընկելած 3 ընկելա գիշերա վրա։ Իդեպ ավտոմատ հաշվիչների ներդրման գլխավոր առավելություններից մեկը, այսպես ասած, լույսի մարդու օղակի վերացումն է, բայց 43 շենքում լույսի մարդն էլ կա, բնակիչների բողոքներն էլ։ Ոնց գալիս է գրում, բա իհարկե։ Շիպեր էր դրվելու։ Միտոն դրած այդ չի աշխատում է շիպերը։ Ինֆորմացիան ուղարկում է միանգամից օպերատորին։ Այդ շիպերը չեն աշխատում։ Կամ եթե աշխատում են, իօպուտ դան։ Նույն թաղամասի սեփական տներից մեկում էլ այս ամիս տեղադրվել է ավտոմատ հաշվիչ։ Առավելությունները կգնահատեն եկող ամիս հոսանքի վարձը վճարելիս։ Դիմեցի ուծեցին, սա եկան քաշեցին, հաշվիչն է, այս հաստատվելն է, միացումն է, եւ մոնտաժը իրանց կողմից ամեն ինչ։ Իսկ ինչքան եք վճարել այդ ամեն ինչի համար։ 65,000։ Կորուստները նվազեցնելու նպատակով մայրաքաղաքի սեփական տնտիրությունների որոշ հատվածներում նոր հաշվիչներ է տեղադրել նաև Երևան ջուրը։ Դավիթաշեն գյուղում աշխատանքներն ընկերությունը ավարտել է 1 ամիս առաջ։ Բարձրացնում ավերև թվերը նայում, Հա։ Այսա։ Իսկ ես դուք պիտի բացեք, թիվացեք, թե իրենք կարող են գալ բացել նայել։ Իրանք կարող գան բացեն նայեն։ Առանց ձեզ ասելու է։ Հիմա հոսանքն էլ ատենց։ Գալիս են ինչ ուզում անում, ֆրծնում, հետատալի, առաջատալի։ Ես խաբար եմ, զամոկը իր ձեռքը։ Դեպքից էլ դες կանի մի հատ զամոկը սրարը կբերեն գտանեն։ Այն թաղամասերում, որտեղ դեռ ջրի նոր հաշվիչներ չկան, շարունակվում են հին, բայց չհնացած հնարքները։ Ամիսը 3000 գնում է, երկու ամիսը մեկ, կարիսա թվեր կա բրին, թվեր կա, գարմերների հետ տան, 10,000-ը պատրաստի։ Այսինքն 10-ը վերցնում է ինչ է անում։ Հետ է տանի թվերը։ Երեք արդեն վերջնական իրա ձեռով ստորագրել տվեցի, ասի գրի վերջի ցուցմունքը, ինչ կգա, եթե կմոտեն։ Նորագույն տեխնոլոգիաներով եւ հաշվիչներով Երևան ջուրը հեծը փորձում են ապահովագրել իրենց եկամուտները, բայց ումից, բաժանորդներից թե իրենց իսկ աշխատակիցներից կամ գուցե իրենցից։ Յուրաքանչյուր համակարգ կորուստները ոչ թե վերացնելու, այլ ապահովելու իր ուրույն մեխանիզմներն ունի, հստակ նպատակներով։ Որ անում են այդ փաստը։ Իմ ամուսինը գազի ցանցում աշխատե, ինքը այդ բաները լավ գիտի։ Մի անգամ ասեց, գիտես, այնքան բաներ կա, մեզ է չէին բռնում, բայց վերևը տալու համար պիտի անեին։ Հետ էին տալիս ցուցմունքը։ Չէ, գազը կենտրոնական բանը վթար էին անում, այնտեղ ինչքան է կորուստը, ընդհանրեն 1000 խորանարդ մետր, իրանք գրում են 3000-ով իմացա։ Բնակիչների վրա չեն անում, ինձ քեզ լավություն են անում, ենթադրում քիչ են վերում։ Նույնիսկ նորացված համակարգերը մեզանում որպես կանոն սկսում են աշխատել հին ավանդույթներով, ժամանակի հետ ավելի ուժեղացող ու ուժեղներին ծառայող։ Ամենատարբեր աղբյուրներով պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց առանձնատներում ընդհուպ եռաֆազ հոսանք են օգտագործում, էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարում առհասարակ։ Հետևաբար նրանց չի մտահոգում ոչ սուբսիդավորումը եւ ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Բարի ժամանակ սկսել երկել։ Տարան։ Սա նախին կյանքում 0.4 է եղել։ Սկզբից այդ ծառն հետո ոստը։ Թույլ տվեք կրկին չբացառել արագության գերազանցման հանգամանքը։ Երովա դիմավորում։ 25 մետր տարես կնոջը թափքի վրա տարել է։ Մյուս հեծյոտի տեղով է խփել։ Այ ախմախ, այդ էր հարցից լուծումը։ Ձերբակալվածների դեմքերի արտահայտությունները Որսացի տնից դուրս բերելու ընթացքում։ Կարծում եմ տրամաբանական եւ օրինաչափ է, որ քրեական բնույթի երկու դեպք դարձան համացանցի եւ մամուլի ամենակննարկված թեման։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մի դեպքում վնասազերծվեց մինչև ատամները զինված հանցավոր խմբավորում, մյուս դեպքում բանկերից մեկի երիտասարդ իրավաբանին մարդկանց աչքի առաջ գնդակահարեցին։ Այնինչ տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին վեր է նույնիսկ ամենավառ երևակայությունից։ Շատերը դիտել եք ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների Նորքի 9-րդ փողոցի տներից մեկը ներխուժելու կադրերը։ Համաձայն եք, նման բան վաղուց չենք տեսել, ու եթե այդ եղանակով են տուն մտել, ուրեմն ունեցել են ծանրակշիռ պատճառներ։ Ու չեն սխալվել։ Քանի որ հայտնաբերվեց մեծ քանակությամբ զենգզինամթերք, ռումբեր, պայթուցիկներ, ինքնաձիգներ, հակատանկային ական, նռնական նետ,
Թերևս ավելի շատ քան օգտագործվել էր նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների ժամանակ։ Գիտեք, դժվար է հասկանալ այն մարդկանց, ովքեր չէին հավատում, որ դրանք գործի էին դրվելու։ Ասում էին, որ այս երկրում շատ ավելի կարևոր հարցեր կան, որ ձերբակալվածները իրականում արդար մարդիկ են եւ այսպես շարունակ։ Չնայած գուցե կարելի է հասկանալ, չէ՞ որ մեզանում ամեն ինչ այնքան սև ու սպիտակ, որ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ հայտնաբերված զենքը կարող է նաև վնասել իրենց եւ հարազատներին։ Տպավորություն է, թե նման մտածելակերպի հիմքում իմ թշնամու թշնամին, իմ ընկերն է, սկզբունքն է, ու քանի որ խմբին վնասազերծել են Հայաստանի իրավապահները, նշանակում է մի բան այն չէ։ Իհարկե, յուրաքանչյուր ոք սեփական տեսակետի իրավունք ունի, սակայն կարծում եմ, որ նման տեսակետը չափազանց վտանգավոր է։ Պետք է զգոն լինել եւ սթափ գնահատել այն վտանգները, որոնք սպառնում են մեր երկրին։ Ու չեմ զարմանա, եթե ասենք նոյեմբերի 24-ին տեղի ունեցածը, երբ Վարդանանց փողոցում գնդակը արվեց Անելիք բանկի իրավաբան, անչափահաս երեխաների հայր 32-ամյա Հովհաննես Աթանյանը, որոշ մարդիկ նույն հարթության մեջ դնեն։ Ինչ նկատի ունեմ։ Մարդասպանը 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը, որը սպանությունից հետո փորձել է լքել երկիրը, սակայն գիտակցելով, որ իրավապահները գտել են հետքը մեղայականով ներկայացել է, կարող էր նման քայլի գնալ գումարի հետ կապված չլուծված խնդրի, ասենք վարկը ժամանակին չմարելու պատճառով։ Համենայն դեպս վարկածներից մեկն էլ դա էր։ Ու ինչ, պետք է արդարացնենք նաև Մարդասպանի արարքը, թե ինքը նեղն է եղել, որ դիմել է նման ծայրահեղ քայլի։ Այո, քանից ասել եմ ու կրկնում եմ, մեզանում ինչ որ բան, ինչ որտեղ այնպես չէ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի ծարավի էին ճաղավանդակների տեսանյութում։ Այս անցնող շաբաթը մեր երկրի վրա հեչ չեկավ, ու եթե այն անվանեմ սև, կարծում եմ ոչ մեկն էլ չի արարքի։ Սևա, բա ինչա, դու էլ վթարից մահացած երիտասարդներ, դու էլ բազմաթիվ մարդկանց աչքի առած սպանված իրավաբան, էլ չեմ խոսում իսլամական պետության շորշոփի մասին, մի խոսքով բազմաժանր կինոներ, որոնք օրեր շարունակ շատերի ուշադրության կենտրոնում էին, բայց ամեն ինչ ըստ ժամանակագրության, ու սկսեմ մի դեպքից, որը միակ լուսավոր կետն է այս ամեն ինչում։ Հավանաբար շատերդ կհիշեք, թե ինչպես էին Արարատի մարզի Գետազարդ գյուղի մեր եզդի եղբայրները պատմում, որ հարսանիքից վերադառնալուց հետո տեսել, որ տները թալանված էին։ Խոսքը երկու ընտանիքի մասին էր։ Մարդիկ գնացել են նորապսակներին մի բարձի ծերանալու մաղթանքներ հղել, եկել տեսել են, որ իրենց բարձերն են թալանել։ Բացում ատել այս են դուրը բաց։ Տունը թալանած։ Լրիվ ավիրած։ Այս իմացող մարդ է, այսի։ Հա, իմացող մարդ է։ Այս դուրը բացը ստից են գնացել, բայց մտել է ստից են մտել։ Հա, այս իրանք ջարդել են։ Ջարդել են։ Դարակները այսպես սաղ այսպես հանել են, մեկ-մեկ, տեղաշորս, ես իմ շարքներ։ Չուրախանան։ Մեր տան շորերը դիվանի վրա կծած այդ խոլի երեսով քաշի բերել են ես մեր տեղը։ Որը տես վազիր դարձավ, ասես կորսոր, մեր տունը լավ է, ասեց ինչ կա չկա տարին է։ Այս լուսամուտությունն է թե։ Լուսամուտը այդ վիճակի է։ Սենց բաց է եղել էլի։ Այս ցանցը հանած եղել դուք եք գրել։ Զուգահեռ նաև ասում են, որ սա առաջին դեպքը չէ ու ոչ մի կերպ չէին հասկանում, թե ինչու են իրավապահները ոտները կախկցում ու չեն բացահայտում ոչ իրենց, ոչ էլ ավելի վաղ կատարված գողությունները։ Այս անգամ իրավապահները թամբի վրա էին ու չհուսահատեցին ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին։ Հիմա տեսեք սրանց դեմքները։ Ոստիկանների ու քննիչների օպերատիվ աշխատանքի պտուղներն են։ Նույն գյուղի բնակիչներ, հասակակիցներ 24-ամյա Անդրանիկ Գասպարյանն ու Արտեմ Հովսեփյանը եւ հարևան գյուղի Այգեստանի բնակիչներ 24-ամյա Գրիգոր Եղազարյան եւ 23-ամյա Գևորգ Եփրեմյան։ Ոնքորը մտավ։ Ով կանգնավ դուսը։ Ես ու Արտեմը։ Ինչի համար։ Որ բանում մտնի մարդ չկա, մի բռնվենք։ 15 րոպեա քաշը, ասենք, հող ոսկի գողացը դուրս եմ եկել ենք մեքենայի մեջ կիսվել ենք։ Ինչքան եք ես տվել, ով է տվել։ Ինձ ոգորն է տվել, մի հատ 60,000, մեկը մի հատ $100։ Երբ ներկայացնում ենք նախորդ տեսանյութը, կասկած հայտնեցինք, որ եզդիների 50-ամյա Շիրին Կայմազովի եւ 62-ամյա Վազի Զամզոյանի տները թալանողները հաստատ իմացող մարդիկ են ու չսխալվեցինք։ Տականքները պատմում էին, թե ինչպես են գողացած ոսկեղենի մի մասը վաճառել Երևանում գործող վերնիսաժում, ով որ ֆլանգն է պահել գողության ժամանակ եւ ինչ են արել տներից գողացած մի քանի միլիոն է։ Ես չեմ հասկանում, նեուժել է այս մարդիկ խիղճ չունեն։ Այդքան մարդու տարիների ընթացքում քրտինքով ձեռք բերածը մի քանի վայրկյանում ջուրը գցելուց հետո ոնց են գիշերը հանգիստ քնում։ Պարզվում է, ոչ միայն հանգիստ են քնում, այլև գլուխ են գովում։ Բռնել քանի հատ քաշել են փոքրել է։ Ահա հետո Հետո քաշի մեծի բացեմ, են հետևից Եվրոն ոնց ես բացը։
Երկաթ երեկո։ Ստեյից մտել ես նենց, հա, հետո Ես սկսել եմ ման գալ։ ստեյք հանդել ես։ Կոնկրետ սա սենյակներից որ մտել ես, ընդհանուր ինչ ես 12000 դրամով։ Մեկ էլ ոսկի։ Մեկ էլ ոսկի, ինչքան ոսկի կլեր։ Այդպես չեմ կարող ասեմ, այն մյուս տան հետ օբշի 43 գրամ։ Ակազիվայեցա գողությունից հետո երկուսը իրենց համար ժելեժնի ալիբի ստեղծելու համար եկել են մասնակցելու հարսանեկան արարողությանը ու կողքի հայտնվել թալանված տների բնակիչների հետ։ Ոչ միայն կողքի, այլև նրանցից մեկը բարի է հրավիրել թալանված տանտիրուհիներից մեկին ու բարի ժամանակ սկսել երգել. Տարան, տարան, տարան։ Կինը սկզբում մտածել է, թե հարսին տանելու մասին ա երգում, բայց պարզում է իր տնից տարած ոսկեղենի ու գումարի։ Աշխարհ, աշխարհ, թե որտեղից են սրանց նմանները բուծվում, բազմանում են սրիկաները, բազմանում են։ Այդ տղան էլ է տես բարի ծապատալու։ Ծապատալու ու երկմա տարան, տարան հարսին, չէ։ Ում մտքով։ Չէ, մեր տունը տարան։ Մեր արտաշատի ոստիկանություններից շատ շնորհակալ ենք։ Լավ աշխատան, լավ էլ գործը բացահայտին։ Էս էլ հարևան մարզում է, Արմավիրում, որտեղ 04-ի մասնակցության վթարը խլեց 19-ամյա Սարգիս Հայրապետյանի կյանքը։ Ես չեմ, դուք եք։ Ասեք, այս մեքենային նայելով ինչ զգացումներ եք ունենում կամ առհասարակ ինչ եք տեսնում։ Ինչպես արդեն ասացի, սա նախկին կյանքում 04 է եղել, որը ինչքան հասկացա, միանգամից այս վիճակում չի հայտնվել, այլ մինչ այդ բախվել է նաև մեկ այլ ծառին։ Սկզբից այդ ծառն հետո ըստ է։ Մեկին Mercedes քաղաքացին են տալ, մնացածին սկորին։ Ասում երկուսի վիճակը ծանր է։ Ծայրը։ Նկարանումների ողջ ընթացքում փորձում էի հասկանալ, թե ինչն է ի վերջո վթարի պատճառը, ու բացի արագության գերազանցումից այլ պատճառ չգտա։ Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտող ճանապարհին չարաբաստիկ այս վթարի հետևանքով 4 հոգի հայտնվեցին հիվանդանոցում։ Իմ տեղեկություններով բոլորն էլ երիտասարդներ են եղել։ Արմավիրի բժշկական կենտրոնից ասացին, որ 3-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան, ու փաստորեն 19-ամյա Սարգիս Հայրապետյանը 2 օր անց մահացավ։ Կոպիտ է հնչում, բայց նման ելք կանխատեսվում էր։ Ախր քանի անգամ ենք ասել, որ այդ անտեր արագությունը երբեք լավ բանի չի բերում, որ լավ է 5 րոպե ուշացած, բայց ողջ հասնել, քան դժբախտացնել ընտանիքներ, սիրելի երիտասարդներ, այնքան բան ունեք անելու այս կյանքում։ Մի վտանգեք ձեր առողջությունը, տառապանք մի պատճառեք ձեր մտերիմներին, ցավակցում ենք մահացածի հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտապույտ ապաքինում։ Հիմա կասեք, թե էլի սկսեց իր նոտացիաները, բա ոնց չսկսեմ։ Էս էլ մյուս դեպքը, որին զոգնաց 22-ամյա Հայկաց Թադևոսյանը։ Սյուժեն գրեթե նույն է, միայն թե ոչ թե 04-ը, այլ Mercedes։ Ու մինչ հաստատուն ծառին բախվել է ոչ թե մեկ այլ ծառի է բախվել, այլ Երկաթեսյանը։ Տեսնելով այս կադրերը, թե ինչպես են փրկարարները տկնում մեքենայից դուրս բերել երիտասարդի դին, թերևս հասկանում եք, թե ինչ ուժգին բախում է եղել։ Մի տևական ժամանակ փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում։ Համեմատության համար ասեմ, որ եթե այդ դեպքերում տեսախցիկս բնականon գործունեությունը ապավելու համար ընդամենը 1 մարկոց է պահանջվում, ապա այս դեպքում 3 մարկոց փոխեցի։ Փրկարարների աշխատանքը դժվարացնում էր այն հանգամանքը, որ մեքենան համարյա մեջտեղի մասով գրկել էր ծառը եւ սահմանափակել հատուկ տեխնիկա գործադրելու հնարավորությունը։ Ի վերջո մոտ 1 ժամ 20 րոպե տևած դժվար աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ երիտասարդի դին դուրս բերել մետաղաջարդոնի վերացված մեքենայից։ Այս դեպքում շուշացավ նաև դի տեղափոխող մեքենան, թե ինչն է եղել վթարի պատճառը դժվար է ասել, բայց թույլ տվեք կրկին չբացառել արագության գերազանցման հանգամանքը։ Հավաքվածները նաև կարծիք են հայտնում, որ չի բացառվում, որ երիտասարդը, ինչպես իրենք ասին, մի բաժակ գցած լինի։ Չեմ պնդի, ու ոչ միայն այն պատճառը, որ դա ապացուցելը կարևոր չէ, այլև ելնելով մեր որդեգրած սկզբունքից, մահացածների հետևից կամ լավ, կամ ոչինչ։ Իսկ հա 31-ամյա Իշխան Դավթյանը կարծում եմ հեռուստացույց չի նայում, հետևաբար տեղյակ էլ չի մի պարզ ճշմարտությունից, որի մասին բազմիցս բարձրաձայնվել, այն է խուսափեք առավոտ կանուխ ճամփա ընկնելուց։ Դեպքը, որն այժմ ներկայացնում ենք, տեղի ունեցել նոյեմբերի 24-ի առավոտյան 6-ի սահմաններում, Մալաթիա Սեբասիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ։ Ջերմուկի բնակիչ 31-ամյա Իշխան Դավթյանը եւ վրաերթի է ենթարկել 76-ամյա Հեղուշ Մարգարյանին, որն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Գեցետ իրա ճամփով անց է։ Էլ միուս
Այսինքն մյուս հեծյոտի տեղով է խփել բերես թե։ Լսեցիք, փաստորեն հարվածից հետո մեքենան մոտ 25 մետր տարեց կնոջը թափքի վրա տարել է, որից հետո վրաերթի ենթարկվածը շպրտվել է։ Այդ դրա համար է ասում։ Տարբերակ 1, որ վարորդի աչքը կպած է եղել եւ հարվածից հետո է միայն բացվել ու մինչ արգելակելը 25 մետր ընթացել է եւ տարբերակ 2, այնպիսի արագությամբ է ընթացել, որ նման վիճակ է եղել։ Իդեպ երկրորդ տարբերակը նույնպես շատ հավանական է։ Հիմք ընդունելով փաստը, որ այդ ժամերին մայրաքաղաքում գրեթե երթևեկություն չկա, հետեւաբար արագություն բացելու հավանականությունը մեծ է։ Ի տարբերություն նման այլ իրավիճակների, այս դեպքում վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ, սակայն ապարդյուն։ Կինը տեղում էր մահացել։ Փախուստի չդիմելը, ինչպես մի քանի անգամ առիթ է եղել ասելու, հետագայում համարվում է մեղմացուցիչ հանգամանք։ Կոնկրետ այս դեպքում այդ հանգամանքը բավականին կարևոր է, քանի որ ինչպես արդեն նշեցի, նախնական տեղեկություններով կինն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, սակայն կինն էլ ունի նաև իր մեղավորությունը։ Նա պետք է սպասեր, երբ վառվեր կանաչ լույսը, նոր անցներ փողոցը։ Կրկնում եմ, 117-րդ անգամ հնարավորինս զերծ մնացեք առավոտ կանուխ ճամփա ընկնելուց։ Հիմա անցնենք հանրապետությունը ցնցած երկու դեպքի։ Այս կադրերն արված են Մայրաքաղաքի Վարդանանց 14 շենքի դիմաց։ Նկարահանումներից մոտ կես ժամ առաջ մի իրադարձություն էր տեղի ունեցել, որը շոկ էր առաջացրել այստեղ բնակվողների շրջանում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ շատերի աչքի առաջ մարդ էր սպանվել։ Սպանվածը 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, ով աշխատում էր Անելիք բանկի իրավաբանական վարչությունում որպես բաժնի պետ։ Վիժվածքը, որն այդ հանցանքն իրագործել էր, ըստ ականատեսների, կրակել էր աբրեզից, հետո այն դրել սպիտակ զրոյոթի մեջ, որն ինչպես ասացին, տեղին համարներով էր։ Հետևաբար տաքսուտակ է քշում եւ հեռացել։ Առաջին իսկ պայս մտածում ենք, որ սպանությունը կապված է Աթանյանի մասնագիտական գործունեության հետ, այսինքն ինչ որ մեկին վարկ է մերժել կամ ժամկետանց վարկ է եղել ու դրա փոխարեն անշարժ գույք են վերցրել։ Էս էլ հարցի լուծումը տենց տվել։ Կտրոն դες բոլորդ բարձրացեք մայր։ Կոտորակները։ Իրավացի ենք, ում ինչ կներկայացնեմ սպանության պատճառները, նշեմ, որ տականքի անձը բացահայտելու վրա ոստիկանությունը Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունը վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ քիչ ժամանակ ծախսեցին։ Կարճ ժամանակում պարզեցին, որ սպանություն կատարողը աշտարակի բնակիչ 54-ամյա Մկրտիչ Պողոսյանն է ու սկսեց նրա որոնողական աշխատանքները։ 2 օր անց պրոֆիլակտիկ միջոցառումներն արդյունք տվեցին եւ մարդասպանը ինքնակամ ներկայացավ ոստիկանություն։ Միջ այդ տեղեկացանք, որ սև գործը անելուց հետո նա պատրաստվում էր լքել երկիրը, բայց հասկանալով, որ օղակը սեղմվում է եւ ուր որ է կբռնեն, եկել ու հանձնվել է։ Շրջանցեք, ասե, շրջանցեք։ Մի սրա ժպտացող դեմքն ու աչքերը նայեք։ Պարզ երևում է, որ հեչ էլ դարձ չի անում։ Ասում է, թե բանկի պատճառով հերիք չի կորցրել տունն ու տեղը, մի հատ էլ ծանոթ անծանոթի պարկ է մնացել։ Այ աղմաղ։ Էդ էր հարցիդ լուծումը։ Այդ երիտասարդ տղուն, որը 2 անչափահաս երեխաների հայր էր, հարևաններ ու շրջապատի կողմից գնահատվում էր որպես դրական կերպար ու ընդամենը ազգուճկա էր արել բանկի դիրքորոշումը, ինչի է սպանում։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ բոլորն էլ բոլորին պարկ են, որ սկսեն իրար մորթել։ Ուր կասնի։ Ու գիտեք որն է մարդուն գժվեցնում, որ սպանությունից հետո նման դեմք է ընդունել։ Հիմա որ սպանեցիր, տունդ հետ եկավ, գործերդ կարգավորվեցին, դու գոնե մի թեթև հասկանում ես, թե ինչ արիր։ Ոչ միայն քո ընտանիքը քանդեցիր, այլ մեկ այլ երեխեքին հորից զրկեցիր։ Ով է տեր լինելու։ Մի խոսքով ցավոտ հարցեր, որոնց պատասխանները այս վիժված թափթփուկին չեն հետաքրքրում։ Ցավակցում ենք մահացած Աթանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։ Նման բան մինչ այս միայն բայևի կինոներում ենք տեսել ու միշտ պատկերացրել, որ ինչ որ ֆանտաստիկ բան է, որ իրական կյանքում, հատկապես խաղաղ ժամանակներում նման բանի ականատես չենք լինի, բայց արի ու տես, որ այդպես չէ։ Ամբողջ հանրապետությունը ցնցված էր նոյեմբերի 25-ին Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցածից, երբ ազգային անվտանգության ծառայության հակահաբեկչական վարչության Ալֆայի տղերքն ու ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության հատուկ ջոկատայինները անցել էին լայնամասշտաբ գրոհի։
Եթե հիշողությունից չի դավաճանում, Ալֆայի տղերքը վերջին անգամ տեսախցիկների առջև հայտնվել էին 99-ի հոկտեմբերի 27-ին։ Հետևաբար ի սկզբանե պարզ էր, որ շատ լուրջ բան է կատարվում։ Կարծում եմ, դրանից լուրջ չկա, չէ՞ որ նշածս տանը պատասպարվել են 10 հոգի, որոնք ինչպես հետո պիտի պարզվեր, պատրաստվում էին հանրապետության մի քանի վայրերում ահաբեկչություններ իրականացնել։ Մի խոսքով, տուն մտնելուց հետո պարզվեց, որ ջանքերը զուր չեն, ու այս կադրերը դրա վառ ապացույցն են։ Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ սրանց գլավարը Արթուր Վարդանյանն էր, որը այսպես կոչված հայոց Վահան հասարակական կազմակերպության ղեկավարն էր։ Գնում էին իբր Քեսաբը ազատագրեին, բայց մի մեծ արսենալ զենքով հայտնվել էին Հայաստանում։ Այդ տնաշեններ։ Կարող է Քեսաբում իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամների հետ պլանավորում եք միատար Հայաստանը ծնկի բերելու գործը։ Հարցեր, որոնց պատասխանները կտրվեն համապատասխան գործընթացի ընթացքում։ Մինչ այդ առաջարկում եմ դիտել ձերբակալվածների դեմքերի արտահայտությունները, որոնք որսացի տնից դուրս բերելու ընթացքում։ Այս գազը, սպասի։ Էջի առաջ քաշես գազը։ Ժողովուրդ ջան, մի բան էլ էր անհասկանալի։ Այս ամեն ինչը ինչպես են շոու անվանում, ու ես իմ ինչեր խոսում։ Հա, լիքը մարդ իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ է, լիքը մարդ դժգոհ է իր ապրուստից, լիքը մարդ ունի իղձեր, որոնք ցավոք դեռ չեն իրականանում, բայց դա չպետք է հիմք դառնա, որ կասկածի տակ առնեն տեղի ունեցածի իսկությունը։ Այս տնից զենքի հսկայական արսենալ է դուրս բերվում, դու էլ տրատիլ, հակատանկային ական, չգիտեմ քանի ինքնաձիգ ու լիմոնկա, մի ամբողջ հանրապետության կարևորագույն օբյեկտները, այդ թվում ազգային ժողովն ու կառավարությունը օրեր շարունակ խիստ հսկողության տակ էին։ Սահմանափակվել էր մարկանց շարժը Գյումրիում ու Կոտայքում խուզարկություններ ու ձերբակալություններ էին իրականացվում։ Հանցավոր խմբավորման մնացած 9 անդամներին հայտնաբերելու ուղղությամբ ճանապարհներ էին փակվում ու ասում են շոու է, խնդալու է մի քիչ էլի։ Սաղաշարը իրար խառնված, մենք ներքին գզվրտոցներով պետք է սթափվել ու ռեալ գնահատել երկրին սպառնացող վտանգը։ Հա բայց դե եկքա զենք, զինամթերք։ Դաժե Մանսարդում ինքնաշեն պայթուցիկ կար։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար եւ խաղաղ անցնենք կյանքի կարճ ճանապարհը։ Կհանդիպենք դեկտեմբերի 6-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։